Բարի երեկո հարգելի հետևորդների, եթերում պրեսինգն է այսօրվա իմ զրուցակիցը Երևան պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։ Շնորհակալ եմ պարոն Աթանեսյան հրավերս ընդունելու համար։ Ես ուրեմն նայում էի, թե մենք վերջին անգամ երբ ենք զրույց ունեցել, բավական ամիսներ առաջ, սխալ ենք գործել։ Իհարկե այնպես շփվել ենք այլ հաղորդումների շրջանակում եւ կուլիսներում, բայց առիթ չենք ունեցել։ Պարոն Աթանեսյան, ես կուզեմ այս նախընտրական շրջանում դուք բնորոշեք մեր հասարակությանը, մանավանդ որ շատ են սոցիոլոգիական հարցումներ անում եւ նախընտրական շրջանում սոցիոլոգիան ավելի է կարեւորվում, բայց ես կուզեմ դրանից նույնիսկ նախընտրական process-ից դուրս փորձեք նկարագրել մեր հասարակության վիճակը։ Մի մաս ասում է ապաթիայի մեջ է, մի մաս ասում է սպասումներ ունի, մի մաս ասում է խորհրդի հիասթափության մասին կրկին։ Փորձենք հասկանալ մեր հասարակությունը ինչ վիճակում է, գուցե նաև տարիքային խմբերով, հա, բաժանելով, չգիտեմ, դիագնոզը դնենք, այսպես ասած։ Այո, դիագնոզը դնենք եւ մշտապես դնենք, որովհետեւ փոխվում է դիագնոզը եւ կան մի քանի բնութագրիչներ մեր հասարակության վիճակի այսօր նկատի ունենք պայմանական փուլերի մեջ եւ փուլերից մեկը 18 թվականի Թավշյա ճակերտների մեջ հեղափոխություն ճակերտների մեջ այս փուլից հետո երկրորդ փուլը մեր պատերազմն էր 20 թվի 23 թվին բռնի վերաբերմունք առհասարակ հայ ժողովրդին եւ մասնավորապես արցախցիներին ես նկատեմ ոչ միայն ֆիզիկական բռնություն գործադրվեց նաեւ իրավական եւ արվեց մի բան, ինչ միջազգային իրավունքի մարդու իրավունքների խախտում է եւ հոգեբանական բռնություն էր սա եւ ահա այսօր եւս մի փուլ է նախընտրական փուլ, որը եւս մի տեսակ անկյունակարային քննարկումների մեջ է այսքան հաճախ դնել մի հասարակության տուրբուլենտությունների, ճոճումների մեջ չի կարելի։ Սա արդեն խոսում է կառավարման ոչ էֆեկտիվության մասին։ Էֆեկտիվ կառավարումը այն է, որ, ինչպես ասել է ակադեմիկոս Կապիցան, լավ մարդկանց չեն խանգարում աշխատել։ Մեզ ոչ միայն խանգարում են աշխատել, այս ճոճանակը, այս անընդհատ մշտական էմոցիոնալ ցնցումները, էմոցիոնալ, ֆիզիկական, հոգեբանական, տեղեկատվական, արտաքին քաղաքական, տնտեսական եւ հանգիստ չեն թողնում հայ մարդուն։ Եվ որից հետո ասում են ինչու է հայ մարդը այդքան նյարդայնացած, այդքան ագրեսիվ, այդքան անհանգիստ, այդքան արտագաղթող։ Բնականաբար, եթե մի տասնամյակի ընթացքում այսքան շատ բզեն, քրքրեն, տանեն բերեն, հուսադրեն խափեն, վախեցնեն սփոփեն, մարդ չի իմանա ինչ անի եւ առավել եւս ով է ինքը, որովհետեւ մեր անվան հետ են խաղում անընդհատ եւ ցավոք սրտի ազգային մեր բնութագիրը ի սկզբանե ունեցել է թույլ տեղեր հարցեր առանց պատասխանների ընդ որում էգզիստենցիալ հարցեր եւ մշտապես եղել է խոսակցություն այն մասին թե ինչու օրինակ հայ հասարակությունը եւ հայ ժողովուրդը ունի ռազմավարական պլանավորում թե ուր է գնում եւ մենք ունենք քաղաքական այսքան կուսակցությունների մեջ հստակ բևեռացումներ, թե մենք ով ենք, պահպանողական ենք, լիբերալ ենք, հեղափոխական ենք, մենք ունենք անվանումներ, որոշակի ավանդույթներ ունեն որոշ ուժեր, բայց հստակ գաղափարախոսական կողմնորոշում եւ հավատ այն մասին, որ այո, ես դրա կողմնակիցն եմ եւ ես ուզում եմ դա լինել, ես պատրաստ չեմ փոխել այդ հաջորդ ընտրությունների համար, մենք դա չունենք ցավոք սրտի։ Ես մտածել եմ այն մասին, որ մեզանում նաեւ ժողովրդավարական մշակույթն է արդեն սպառվել, ինչի մասին որևէ մեկ չի խոսում բացահայտ, բայց լիբերալ արժեքներ կոչվածը, որը գալիս է հին Հունաստանից եւ Եվրոպան ինքն է այսօր անորոշության մեջ արդյոք ուզում է շարունակել տարածել, քարոզել, ունենալ այդ ազատությունները։ Մենք հստակորեն դրանցից ազատվում ենք եւ էլիտար մակարդակում եւ զանգվածաբար այս խոսքի ազատությունը մեզ համար դարձավ մեծ պատուհաս եւ իսկապես չգիտենք ով ենք։ Ես մեկ-մեկ մտածում եմ, որ մեզ մոտ ոչ թե ժողովրդավարություն է, լիբերալիզմ է, այլ
արևելյան սովորական բազար, որտեղ բոլորը բոլորին խաբում են։ Եվ այդ բոլորը բոլորին խաբելու տևական լինելը դառնում է օրինաչափություն։ Անկամ երբ որ չես ուզում այդ օրենքներով, կանոններով չգրված եւ գրված առաջնորդվել, զանգվածային process-ների մեջ ստիպված ես դա անելու։ Եվ հետո, երբ որ խոսք է գնում սովորական մարդու մասին, ով ապրում է մեր հասարակությունում, եւ խոսք է գնում ախտորոշման մասին, սա այն դեպքն է, ընդ որում մասսայական, երբ որ մարդը մեղավոր չէ, որ այդպիսին է։ Պարոն Աթանեսյան, տեսեք, հատկապես նախընտրական շրջանում բոլորը սկսում են հնարավոր բոլոր գործիքները օգտագործել հասարակության վրա ազդելու, մի մասը անտարբեր հատվածին արթնացնելու համար, մի մասը գուցե ճիշտ կամ սխալ աշխատելով թիրախային լսարանների վրա, մի մասը, ինչպես ասում են, որսի ժամանակ եւ ընտրությունների ժամանակ ամենամեծ ստեժն են հնչեցվում, հա, մարդու ֆիլտրերը չի աշխատում, բայց այս աղմուկը, որ կա, այս մեծ աղմուկ է, եւ ես շատ հաճախ որոշ քաղաքական ուժերի քարոզչությանը հետևելով ասում եմ նույնիսկ քաղաքական սպամ են անում, այդ գուցե ավակ սերունդը չհասկանա դա որն է, բայց արդեն բայց միջին եւ երիտասարդ սերունդը դրանից շատ արագ ազատվում է, cancel է անում կամ այսպես խաչով փակում է, հա, բութմատով կամ ցուցամատով։ Այսինքն այս աղմուկի մեջ մարդը կարողանում է տարանջատել կամ վերցնել, թե մերժում է բոլորին։ Ես սա եմ ուզում հասկանալ, թե հրաժարվում է, մերժում է։ Այդ դեպքում եթե սոցցանցերով քարոզչությունից այդ քաղաքական սպամից հրաժարվում է, որ տարբերակին է շփման ձգտում, ինչպես հասցնել մեսիջները, միգուցե բազմաթիվ հարցեր ներառեցի այս ասածից մեջ, բայց փորձենք հասկանալ։ Հա, իսկապես, եւ իհարկե մարդուն իրավունք կողմնորոշվելու եւ քաղաքական կյանքում եւ այլն, ինչպես ուզում է։ Եվ կարելի է լինել ապա քաղաքական, կարելի է լինել կողմնորոշված, пассив, բոլոր դիրքորոշումները ընդունելի են հավասարապես, բայց ինչ է պետք պետությանը, սա է կարևոր հարցը, որպեսզի պետությունը լինի պաշտպանված եւ կայուն, իսկապես պետք է որպեսզի բնակչության էական մասը կողմնորոշված լինի։ Սա այդ ռազմավարական արժեք կարևոր նպատակն է եւ ոչ թե ուղղակի կմաճույք։ Իսկապես նորմալ չէ, ժողովրդավարական տեսանկյունից նորմալ է ունենալ միլիոն կուսակցություն եւ միլիարդ գաղափարախոսություն կամ չունենալ, բայց պետության անվտանգության համար դա սպառնալիք է եւ պետության համար լավ է, երբ որ մարդիկ կողմնորոշվել են, ընդ որում կողմնորոշվել են ի պաշտպանություն սեփական պետության, այն ունենալու, այն պաշտպանելու, այն սիրելու։ Եվ ես օրինակ այսօր որևէ քաղաքական ուժի մոտ, լինի դա անդիմադիր կամ իշխանական, չեմ տեսնում, թե ինչ է սերը հայրենիքի հանդեպ եւ ոչ թե այդ կուսակցության, ինչպես սիրել, եւ ես մի անգամ վերել եմ այդ Պետրոս առաջինի խոսքերը, որ ով է ռուսը նա է, ով սիրում է պետությունը իր եւ պաշտպանում է պետությունը, եւ ոչ թե նա է, ով ազգությամբ ռուս է։ Հիմա այդ իմաստով, օրինակ պոտենցիալ իմաստով ցանկացած օրինակ Հնդկաստանի քաղաքացի այստեղ աշխատող կարող է ավելի լավ հայ լինել պոտենցիալ իմաստով, եթե օրինակ իր բակը մաքուր է պահում, ես տեսնում եմ այդպիսի դրսևորումներ, նաև լինում են հակառակ դրսևորումներ, բայց ես կուզեի, որ մենք այդ հստակ պետության համար ինչն է լավը եւ ինչն է վատը, այս սրա շուրջ կառուցենք մեր քաղաքական կյանքը։ Եվս մի պարադոքս միջև այսօր մենք ունենք բազում քաղաքական ուժերի իմիջներ, որովհետև PR-վել են, ինչ է PR-ը, դա դուր գալու արվեստ է։ Բայց մենք չունենք Հայաստանի Հանրապետության իմիջ, միջև այսօր։ Ես հիշում եմ մի պրոյեկտ կար նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, երբ որ պատվիրակվեց Հայաստանի իմիջի կառուցումը ամերիկյան ընկերության, որը մեզ նորից հետ վերադարձրեց այդ նուրը, խեղճ նուր, որից այն կողմ մենք չենք գնում։ Բայց դա չընդունվեց։ Ընդունվեց, թե չընդունվեց, բայց այսինքն առաջարկ եղավ, բայց չընդունվեց դա։ Հա, բայց մենք դոփում ենք տեղում եւ Հայաստանը իր իմիջով պիտի լիներ միջև այսօր բազմաֆունկցիոնալ։ Հայաստանը պիտի լիներ եւ կա քրիստոնյա, այն հին է եւ բայց արդիականացվող
Հիմա առավել քան ուժեղ է եւ ուժեղ ցանկացած անգամ մարդ ունի թույլ պահեր, թուլության պահեր, բայց ուժեղ է դրանով եւ փոխարինել ընկալումների մեջ ուժը թուլությամբ ասելով նա միշտ թույլ է, նա թույլ է ծնվել, նա չի ծնվել, չկա չի եղել Հայաստանը, նշանակում է, որ մենք իսկապես կայունություն մեր ինքնագնահատականներում չունեինք, մենք իհարկե սիրում ենք մեզ գովել, բայց օբյեկտիվորեն լավն ու վատը տարանջատելով, լավը ամրապնդել եւ տարածել, իջեւ այսօր խնդրեմ ունենք դրա հետ կապված։ Եվ այդ տեսանկյունից, հա, մենք էլի տեսնում ենք այսօր բազում որակներ, որոնք անգամ միասին վերծված մեր պետության մասին չեն, այլ քաղաքական մրցակցության, գովազդի եւ այլնի տեխնոլոգիաներ են։ Սա խնդիր է, եւ ես մեկ մտածում եմ եւ որպես քաղաքագետ, որպես սոցիոլոգ, ինչու չուզեցինք ունենալով պետություն իսկապես այն ամեն օր պահպանել, պաշտպանել, կառուցել եւ դա անել գրագիտորեն եւ ոչ թե կողմնորոշվելով որոշակի նեգատիվ երևույթների նրանց դիմակայելու անհրաժեշտությամբ։ Դժվար է ասել, միգուցե այդպես սովորել ենք եւ քաղաքական մշակույթը շատ կարեւոր մի բան է, որով շատ բան բացատրվում է։ Մենք շատ նման ենք ռուսներին օրինակ, միջև տագնապի պահը չի գալիս, չենք միավորվում, չենք աշխատում, չենք արթնանում, որպես ամբողջություն։ Իհարկե բոլոր մարդիկ չէ, որ այդպես են, բայց հա մենք ծայրահեղություններից ծայրահեղություն ենք սկսում ակտիվանալ եւ միգուցե չափից դուրս շատ ծայրահեղություններ են պետք, որպեսզի անընդհատ զգոն լինենք, անընդհատ ակտիվ լինենք, բայց տեսեք, այո, այս տասնամյակը մեզանում շատ տագնապային եւ շատ խնդրեմային դարձավ եւ մենք եւ հերոսություն տեսանք մասսայական իմաստով եւ անտարբերություն տեսանք եւ այլն, օբյեկտիվ պետք է մեզ ընկալենք, մենք այդպիսին ենք, մենք ունենք մեր մեջ եւ լավն ու վատը, մենք ունենք աշխարհի բոլոր խնդիրները մեր մեջ, մենք ունենք ամենալավ բաները մեր մեջ եւ պարզապես չունենք լավը կառավարելու, տարածելու, գովազդելու, ամրապնդելու մեթոդաբանություն պետության կառավարման համակարգում, կրթական համակարգում ցավոք չունենք եւս եւ խոսքը օրինակ բարեվարկության մասին էր, որը որ տարիներ առաջ ներմուծվեց, ինչ է դա, պարզապես մի խաբեք աշխատատեղում, բարեվարկությունը պարզ ասված սա է, մի խաբեք, ազնիվ աշխատեք եւ իսկ ինչպես դա անել, այս խնդրեմը կա եւ մեր կրթության համակարգը չի սովորեցնում մարդկանց լինել լավ մարդիկ, սովորեցնում են լավ մասնագետ լինել, լավ մաթեմատիկոսներ, լավ միգուցե քիչ թե շատ հոգեբաններ, քաղաքագետներ, բայց լավ մարդ լինել է պետք եւ դա պետք է սովորեցնել։ Պարոն Աթանասյան, այս ընտրությունները շատերը որակում են որպես ճակատագրական, ինքս այդ կարծիքի կրողն եմ, որովհետեւ ես հասկանում եմ, թե ինչ աղետներ ենք ունեցել, ինչ կորուստներ ենք ունեցել ու չափազանց մեզ համար կարևորագույն է օրինակ նույն Արցախի հարցը, Արցախի կորուստը, որի հետևանքները դեռ չենք պատկերացնում ինչ ահռելի է լինելու եւ ինչ նոր աղետներ են սպասում, հա, այս իշխանությունների այս քաղաքականության արդյունքում։ Հիմա շատերը դրա համար այս ընտրությունները սովորական չեն անվանում, այլ ճակատագրական։ Որքանով է կիսում այս տեսակետը։ Հա, եւ սա էմոցիոնալ ինչ որ մի բնութագրում է, ճակատագրական եւ այլն, հավատում ենք ինչ որ առասպելական ուժերին, ցավոք սրտի նման մտածողություն մենք ունենք անգամ, երբ որ բան կարող ենք փոխել, հակված ենք դա վերագրելու գերբնական ուժերին, ես հիմա Արարատի մասին, ֆուտբոլային թիմի եւ հաղթանակի մասին, այդ կինոյի մասին գովազդ են բարբերաբար լսում ակամա ռադիոյով եւ այլն եւ այնտեղ ասում են օ հրաշք, այդ հրաշքը տեղի ունեց, չէ, դա հրաշք չէր, դա մեծ աշխատանքի արդյունք էր, ջանքերի, աշխատանքի, թիմային աշխատանքի, մշակույթի հավատի արդյունք էր, երբ որ մեզ մոտ այն գովազդում է որպես հրաշքների արդյունք, մենք անգամ չենք ուզում հավատալ, որ մենք ուժեղ ենք եւ մենք կարողացանք աշխատելով, սովորելով, պարապելով արդյունքի հասնել, հաղթանակ, սուպեր հաղթանակի հասնել։ Այո, եթե չսովորեցնենք, այդպես է լինելու հիմա։ Ինչպիսին են այդ գալիք ընտրությունները հունիսի 7-ի։
Իհարկե փորձագետների մի մասը կասի, որ սա եւ ճակատագրական է եւ հունիսի 7-ը 7 թիվը սուրբ է, բլա բլա բլա, այդպիսի բաներ լինում են եւ մեր փորձագետների մի բանակ այդպես սիրում է խոսել, վախեցնելով կամ ասենք համոզելով։ Չէ, մենք այսօր այս մեր երկրում լինելով նաեւ ընտրող ենք։ Եվ որպես ընտրող մեզնից էապես կախված է արդյունքը ընտրությունների, իշխանության գործունեությունը, իշխանության կառուցվածքը, բնույթը եւ այլն։ Եվ առաջինը իշխող ուժը այո ունի մեծ էլեկտորատ եւ մեր հետազոտությունները սոցիոլոգիական ցույց են տալիս, որ իրենք այդ էլեկտորատը կայուն է։ Մարդիկ պատրաստ չեն փոխելու իրենց կուսակցությանը, անգամ եթե այլ ուժեր իրենց այս կամ այն պատճառով, մեթոդներով գայթակղեն, կանչեն եւ այլն։ Վատ է սա, ես կասեի ոչ։ Լավ է, որ մենք ունենք կայուն էլեկտորատ։ Այո, ընդդիմության համար վատ է, որ կայուն էլեկտորատը պատկանում է իշխող ուժին։ Ընդդիմության համար դա վատ է։ Բայց բարի եղեք նույնպես ձևավորելու կայուն էլեկտորատ։ Եվ սա մեթոդաբանություն է ենթադրում, եւ սա ռեալ է։ Սա ճակատագրական խնդիր չի կամ միֆական չի, սա գործունեության արդյունք է։ Սա մեկ։ Երկրորդը, եթե չլիներ ԿՊ-ն, անպայման մեր օրակարգում մեկ այլ քաղաքական ուժ կլիներ, որը որ կիրականացներ այս փուլերով այս ռազմավարական փոխակերպումը Հայաստանի, որովհետև Հայաստանը ի սկզբանե 91 թվականից սկսած փոխակերպվում է եւ այդ փոխակերպումներին ավարտ չէր տրվել միջև 18 թվականի Թավշյա հեղափոխությունը, այսինքն բաց էին դռները շարունակական փոխակերպումների։ Այո, մեկ ուժ որոշեց, որ այդ փոխակերպումը լինելու է այս ուղղությամբ, էութենական մեզ համար, եւ կամ պիտի փակեինք դուռը եւ ասեինք մենք այլևս կարիք չունենք, ինչպես Ադրբեջանը, եվրոպական ուղղության, ռուսամետության, մենք գիտենք ով ենք, մենք ունենք արդեն Արցախյան առաջի պատերազմում հաղթանակ, մենք կառուցում ենք պետություն, մենք կարիք չունենք մեր հարևանների խորթ մայրերի, հայրերի, մենք չունենք իրենց կարիքը, մենք ինքնաբավ ենք ուզում լինել եւ կարող ենք եւ անեինք, բայց մենք չփակեցինք փոխակերպումների դաշտը եւ անպայման կհայտնվեր մեկ այլ, եթե ոչ այս, մի ուժ, որը որ իհարկե կունենար արտասահմանյան աջակցություն, ինչու, որովհետեւ որքան անկայուն է միջավայրը, այնքան միջամտելու քո ռեսուրսը շարունակելի է եւ ընդլայնվում է։ Եվ այդ տեսանկյունից մեկ այլ ուժ կգար, մեկ այլ վարչապետով, որոնք որ նույնպես կշարունակեին այս գիծը եւ այս գիծը բաց է։ Ընտրություններից հետո, հունիսի 7-ից հետո, այդ տարբերակը եւ մարդկանց ընկալումներում, որոշ մարդկանց ընկալումներում, մենք անվանում ենք իրենց սեգմենտներ, մեր հասարակության չեզոք տերմին է եւ որևէ վատ կամ լավ բան չի նշանակում, այդ սեգմենտը շարունակելու է ուզենալ ադրբեջանական նավթ, գազ, շարունակելու է ուզենալ բաց սահմաններ եւ այդ ամբողջը ինչ որ խոստացվում է։ Սեգմենտներ կան, որոնք որ կշարունակեն օրինակ TRIP պրոյեկտի աջակցություն, եթե անգամ այս իշխանությունը չլինի իշխանության գլխի, որովհետեւ նաեւ մեր ընդդիմության մեջ կա այդպիսի սեգմենտ, ով գտնում է, որ ճիշտ է եղել, ուրեմն TRIP պրոյեկտը, եւ ինչպես դա չանվանենք, այդ լինելու է նոր պարլամենտում անպայման։ Բայց սա ճակատագրական ընտրություն է, որովհետև տեսեք, վերջերս նաև օրեր առաջ ամերիկյան հետազոտական կենտրոնները հրապարակեցին այդ մասին, էլ Ալիևը չի թաքցնում, որ պահանջում է Հայաստանի սահմանադրությունը փոխեն, հռչակագիրը հանեն սահմանադրությունից եւ այլն, բազմաթիվ պահանջներ, ադրբեջանցիների վերաբնակեցում եւ այլն, այդ սահմանների բացումը բլեֆ է, պարզվեց իսկապես բլեֆ է եւ ավելին, հայ-թուրքական սահմանները Թուրքիան փակել է, թող ինքն էլ բացի, այսինքն իշխանությունների բանը այդ ծխած ծածկույթի տակ իրականում վտանգավոր ականներ կան Հայաստանի համար։ Դրա համար եմ ասում, այս ընտրությունները մեզ համար ճակատագրական են, թե ոչ, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում քվե է ստանում իր քաղաքական ուժը, ինքը անելու է ավարտին է հասցնելու Ալիևի եւ Էրդողանի ամբողջական ծրագիրը եւ չասեմ նաեւ արտաքին այլ աշխարհաքաղաքական կենտրոնների։ Իսկ ճակատագրական էր 20 թվականի պատերազմի ելքը,
որից բխում է արդեն այն պրոյեկտների ամբողջությունը, որը տանում է այս իշխանությունը, եւ այդ պրոյեկտները միջազգային հարաբերություններում կա այսպիսի տեսություն, որ կոչվում է կառուցվածքային ռեալիզմ։ Ինչ է սա, եթե դու հայտնվել ես մի փոքրիկ քարանձավում, ապա դու ունես միայն մեկ տեղ, որտեղից կարող ես դուրս գալ, եւ նա ով կվերահսկի այդ տեղը, քեզ կվերահսկի եւ նաեւ քո քարանձավում տեղի ունեցող process-ները։ Մենք եկանք հասանք դրան 20 թվականի պատերազմի հետևանքով եւ հիմա այդ ուրեմն քարանձավից ելքը վերահսկելու ընթացքում բնականաբար իշխանությունը եւ արտաքին ուժերը ունեն առավելություններ, բնականաբար։ Կառուցվածքային ռեալիզմ է սա, մենք պիտի իրատես լինենք։ Մենք կարող ենք ասել, որ մենք այս ժայռի հակառակ կողմից եւս մի բան կփորենք եւ եւս մի ելք կբացենք, բայց ամենայն դեպս սա մեկ այլ պատերազմի մեթոդով կարելի անել եւ ոչ թե հենց այնպես խոսելով։ Այնպես որ սա որոշ ժամանակահատվածում մեր իրականությունն է լինելու եւ այդ ժամանակահատվածը ավելի տևական է ըստ իս, քան հունիսի 7-ը։ Ավելի տևական է։ Ինչ նկատի ունեք։ Որ մենք ունենանք նույն ռեգիոնալ իրավիճակը, որում հիմա գտնվում ենք 20 թվականի պատերազմից հետո։ Եվ այդ ուրեմն գործընթացների հետևանքով կունենանք մեզանում արկա մի սեգմենտ, որը փոքր չէ, ով կընդունի այդ փաստը եւ կգտնի, որ այո, որոշ ժամանակ մեր քարանձավում լինելը եւ դրանից միայն մեկ ելք ունենալը վերահսկվելու է նախկին ելք քաղաքական ուժի կողմից եւ նաեւ այդ ելքը իրենց թույլատրած ուժերի կողմից։ Սա լինելու է նոր ազգային ժողովի նոր կազմում անպայման։ Տոկոսների մասին դժվար է խոսել, բայց դա լինելու է զգալի։ Եվ դա եւ 20 թվականի պատերազմի հետևանքն է եւ նաեւ քարոզչական աշխատանքի, որոնք ավելի տևական էին, քան 20 թվականից հետո եղած հատվածը։ Մեկ այլ խնդիր, բացի իրենցից էական ուժ ունեցող այլ սուբյեկտներ ազգային ժողովում կլինեն թե չէ, թվում է թե կլինեն, այսպիսի հայտ այսօր ներկայացվել է եւ այդ ուղղությամբ ջանք է գործադրվում, ցանկացած ջանք բերում է արդյունքների։ Ցավոք սրտի մինչև այս պահը այդ ջանքերը շատ սիմվոլիկ էին եղել մեծամասնության դեպքում եւ հիմա միայն դե մեր բնավորության համաձայն վերջի պահին սկսում ենք ակտիվանալ, չի բացառվում, որ որևէ ընդհանրություն չունեցող քաղաքական ուժերը կսկսեն միավորվել, չի բացառվում, որ նաեւ իշխանական ուժին կմիանան որոշ սեգմենտներ քաղաքական մեր կյանքի եւ մենք ունենանք իրականությանը մոտ իրավիճակ մայիսին, բայց միջև այդ ինձ թվում է կլինեն լավ եւ վատ սյուրպրիզներ նաեւ, լավ եւ վատ իշխանության եւ ընդդիմության համար եւ լավ եւ վատ։ Ես կարծում եմ, որ եթե օրինակ սյուրպրիզներից մեկը մեզ մատուցի Եվրոմիությունը թեթևացնելով վիզայի ռեժիմը Հայաստանի հետ, ի օգուտ այս իշխանությունների եւ նշելով, որ դա իրենց ջանքերի արդյունք է, ապա իշխանությունը ձեռք կբերի եւս մի սեգմենտ էական լրացուցիչ։ Եթե ընդդիմադիր ուժերը իրենց անձնական ամբիցիաները, իրենց բիզնես պրոյեկտները մի կողմ դնեն եւ միանան եւ միավորվեն, դա կլինի եւս մի սյուրպրիզ։ Տվյալ դեպքում ընդդիմության համար լավ, իշխանությունների համար վատ։ Երրորդ բանը, այնինչ շատ հաճախ պատմության ընթացքում եղել է, դա միավորումն է համընդհանուր արժեքների շուրջ։ Տեսեք, ցավոք սրտի, իսկապես մեզ մոտ, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը չունի գաղափարախոսություն, դա փաստ է, գաղափարախոսության շուրջ միանալ չեն կարողանում։ Սովորաբար օրինակ լիբերալ կուսակցությունները միավորվում են, որովհետև լիբերալ են կամ կոնսերվատիվ կուսակցությունները։ Մենք չունենք այդպիսի գաղափարախոսություն, ցավոք սրտի, եւ իմ կոմունիկացիան բոլոր եւ իշխանական եւ ընդդիմադիր եւ նախկին ընդդիմադիր եւ նախկին իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ էր, ինչու՞ չեք մշակում տևական բնույթ ունեցող գաղափարախոսություն, որովհետեւ դրանով է քաղաքական կուսակցությունը դառնում ուժ եւ ոչ թե մարդականակով, ովքեր փոխվում են, մեռնում են, արտագաղթում են, մտափոխ են լինում, գաղափարախոսություն։ Նաեւ Հայաստանը չունի գաղափարախոսություն, ցավոք սրտի։ Բայց եթե չունեն գաղափարախոսություն, ուժերը կարող են միանալ այլ համընդհանուր տևական արժեքների շուրջ։ Այս դեպքում դա եկեղեցին է։
Եվ սյուրպրիզներից մեկը կարող էր լինել, եւ դա շատ խորհուրդ եմ տալիս, այն ուժերը, ովքեր ուզում են միավորվել եւ գտնում են, որ դա անհրաժեշտ է, բայց չունեն պատճառ, հենք եւ ուրեմն կապող օղակներ, նախապայմաններ, եկեղեցին այն ուժն է, որի շուրջ պետք է համախմբվել միշտ, որովհետեւ խոսքը ոչ թե շենքի մասին է եւ կամ հոգեվորականների մասին, այլ քրիստոնեական գաղափարախոսության, որը մենք ժառանգել ենք, եւ այդ ժառանգությունը մերն է, այն ապացուցված է, եւ այն երևի թե միակ կայուն բանն է հիմա մեր հայկականության մեջ։ Մենք ունենք անկայուն ժողովրդագրական պատկեր, մենք ունենք անկայուն սահմաններ, ու միակ բանը, որ ունենք, դա մեր եկեղեցին է։ Եվ նորից խոսքը գաղափարախոսության մասին է, առաքելության մասին է, այս ամբողջ աշխարհում հայը ունի առաքելություն, որովհետև մեզ շնորհվել է այդ կարողությունը, երբ որ մենք կայինք, իսկ շատերը չկային։ Եվ ահա եկեք դա պահպանենք եւ դրա շուրջ միավորվենք։ Եվ դրա պատահական չէ, որ իշխանությունները հենց եկեղեցու դեմ էլ հարձակվում են, սա դրսից շատ բան է, ծանր է դիտվում, որտեվ քրիստոնեությունը առաջինը ընդունած պետության մեջ, պետության իշխանությունները հարձակվել են եկեղեցու դեմ։ Եվ սա ընդ որում հասկանալով հիմա այսպես թույլատրել են, մեղմացրել են իշխանությունները, իրենց այդ քարոզչությունը, որտեղ հասկանում են դա իրենց անտի-ռեյտինգը ավելացնում է, հիմա ժամանակավոր դադար են տվել եկեղեցու դեմ հարձակումներին։ Պարոն Աթանասյան, խոսեցիք թրիփի մասին, օրինակ Արցախի մասին խոսեցինք։ Երեկ ես զրուցում էի եւ պատմաբան Միրանի հետ Հակոբյան, դրանից առաջ ձեր գործընկեր սոցիոլոգ Արմեն Խաչիկյանի հետ, եւ մենք արձանագրեցինք նաեւ սոցիոլոգիական հարցումներն են, հետազոտություններն են ցույց տալիս, որ Արցախի հարցը չափազանց ակտուալ է հասարակության համար, չնայած այս ամեն ինչին սոցհարցումները հատկապես երիտասարդության շրջանում ցույց են տալիս, թե ինչ մեծ տեղ ունի Արցախը։ Եվ նաև թրիփի հետ կապած հարցի մասին եմ ուզում խոսել, ինչպես դուք ճիշտ նկատեցիք, կան ընդդիմադիր ուժեր, որոնք թրիփը ասում ենք ողջունում են, այսպես ասած։ Նրանք մեկը ասում է մի քիչ ավելի երկար կանեմ, մի քիչ ավելի լայն կանեմ, կամ այսպես կանեմ, կամ այնպես կանեմ, բայց ըստ էության, եւ իշխանության տեսակետը եւ ընդդիմության որոշ ներկայացուցիչների տեսակետը նույնն է։ Այն դեպքում, երբ որ թրիփը դա նույն Զանգեզուրի միջանցքն է, դա Սյունիքն է եւ հենց մասնագետները, այդ թվում տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, հաշվարկներ են անում, քարտեզներով ցույց են տալիս, որ այդ թրիփը Հայաստանի դեմ է։ Դա Հայաստանին, այսինքն եթե ամբողջությամբ չեն օրինակ ճանապարհները բացվում եւ միայն այդ 40 կիլոմետրը, որի մասին խոսում են, դա Հայաստանի դեմ է, Հայաստանի մեկուսացման է տանելու։ Հիմա մարդկանց մոտ տարօրինակ է թվում, Ժորժ ջան, հիմա դուք ո՞նց եք դուք թրիփին կողմ։ Երբ որ դա Ալիևի ասած Զանգեզուրի միջանցքն է, Էրդողանի ասած Զանգեզուրի միջանցքն է, դա ուղղակի այսպես Թրամփի անունով է կոչվել, լավ, բայց վախենում են օրինակ իրենք ասեն դեմ ենք թրիփին, դեմ ենք Զանգեզուրի միջանցքին, կամ օրինակ Արցախի մասին չեն խոսում, որովհետև աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների կարող է դուրս չգալ։ Ինձ սա օրինակ մտահոգում է։ Բայց հասարակության շրջանում արված հետազոտությունները, սոցհարցումները ցույց են տալիս, որ հակառակը Արցախի կորուստը ծանր է տարել նաև երիտասարդությունը եւ նրանք մտադիր են, այսինքն ուժեղացնել Հայաստանը, այդպես են նրանք պատկերացնում, պետք է ուժեղ լինել եւ հետ վերադարձնել Արցախը։ Մենք ունենք սուպեր երիտասարդություն եւ սա հին ժողովուրդների միակ պոտենցիալն է։ Մենք իսկապես հին ժողովուրդ ենք եւ կան գաղափարներ եւ մոտեցումներ այն մասին, պատմականորեն զարգացած, որ շատ հին եւ հնացած ժողովուրդներ անկում ապրելով անհայտանում են մեր միակ հույսը եւ հույսը ոչ միայն զգացմունքային իմաստով, այլ ռեալ կոնկրետ ռեսուրսը երիտասարդներն են, ովքեր ունեն կարծրատիպային մտածողություն այն մասին, որ կան նորեր եւ հներ, կան սև եւ սպիտակներ, երիտասարդը կոնկրետիկա է սիրում այսօր եւ տեսնում է դա եւ պատրաստ է աշխատելու եւ սովորելու եւ ջան գործադրելու, եթե տեսնի, որ դա
կարևոր է, ձեռնտու է, շահավետ է, ճիշտ է։ Եվ մեր երիտասարդները եւ փափուկ ուժին են տիրապետում, այսինքն համոզելուն, ջանքեր գործադրելուն եւ կոշտ ուժերին։ Երիտասարդները կարող են եւ սար շրջել, եւ հաղթել, եւ կռվել, եւ վազել, եւ բան բացատրել մյուսներին, եւ կրեատիվ լինել։ Մենք շատ բազմազան ազգ ենք, շատ գեղեցիկ եւ գունեղ, եւ մեր երիտասարդությունը կոնցենտրացիան է այդ ամբողջի։ Կարևոր է չկորցնել իրենց, չհիասթափեցնել, չխաբել եւ չտանել այնպիսի ուղղություններով, որտեղ իրենք կորեն։ Դրա համար էլ իդեպ երիտասարդությունը բոլոր այնուամենայնիվ սոցհարցումները դա են ցույց տալիս, ինքը Փաշինյանին կողմ չէ, մերժում է, որտեվ այդ սուտը չի ընդունում երիտասարդությունը։ Դրա համար է, այսպես ասած, մերժում մեծ մասը, որքան տեսնում ենք իշխանություններին։ Երիտասարդությունը նաև պատրաստ չէ ընդունելու ցանկացած նորեկի, ով կգա եւ կասի, որ ուզում է երիտասարդների համար կրթաթոշակ բարձրացնի, լավ բաներ սարքի, սպորտակումբներ, բնակարաններ տա, քիչ է ասել։ Երիտասարդին պետք է ապացուցել, ցույց տալ եւ տանել եւ օրինակ ծառայել։ Եվ հա, մեր երիտասարդների մոտ իրենց ընկալումներում ավելի քիչ պատկերացում կա, թե ով է մեր հեղինակությունը հերոսը, քան ավելի մեծ տարիքի մարդկանց, եւ սա է ինձ համար կարեւոր։ Իրենք չունեն հեղինակություններ այսօր։ Իսկ հեղինակությունը պետք է, իդեալը պետք է հատկապես երիտասարդներին, որպեսզի ձգտես, նմանվես, ուզենաս, սովորես։ Պատկերացրեք, մենք թողել ենք մեր երիտասարդության առանց իդեալների եւ հեղինակությունների արդեն երևի մոտ 30 տարի է ինչ թողել ենք։ Եվ մի ժամանակ իրենք նշում էին Վազգեն Սարգսյանի, Մոնտեի անուններ որպես հեղինակությունների, բայց այդ անունները հնչած երիտասարդությունը արդեն միջին եւ բարձր տարիքի է այսօր։ Իսկ այսօրվա երիտասարդությանը նաեւ դա այդ բախտը չվիճակվեց տեսնելու Մոնտեին։ Եվ այս տեսանկյունից մենք մեղավոր ենք շատ, որ չենք արտադրում եւ վերարտադրում հեղինակավոր կերպարներ, հերոսներ, ովքեր օրինակ կծառայեն։ Ամեն օր ցույց կտան, որ այսպես է պետք։ Հակառակ դեպքում մենք ունենայինք բազում իդեալներ, սեփական իդեալներ եւ չէինք ձգտի, ես այս օրինակը բերեցի, որ վերջերս սոցիոլոգիական հետազոտություն ենք իրականացնում հայ կանանց հետ մարզերում, թե ով է կին առաջնորդը եւ իրենց համար դա Մարգարետ Թետչերն է, պատկերացնում եք աբսուրդը, երբ որ մեր մոտ բնակչության կեսից ավելին կանայք են, այդ կանանցից ինքը կինը չի կարողացել ընտրել մի հեղինակավոր կերպար եւ այդ անունը տալ։ Եվ գնացել է ինչ որ Մարգարետ Թետչերի մոտ, ով որ մեր համար երբեք իրականության մի մասը չի եղել։ Հա, բայց լեգենդը աշխատել է։ Լեգենդն է աշխատում, որովհետեւ իրականությունը չի աշխատում։ Միջդեռ այս պատերազմում 20 թվի, մինչ այդ 91-4 թվականների պատերազմում բազում հայ կանայք եւ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ներդրվել են, ջանք են գործադրել եւ անպայման չէ նորից Սոսե Մայրիկյանը տալ, որը եւս պատմական կերպար է։ Այսօր մենք ունենք բազում հերոսներ, պարզապես ում անունը չի տրվում, չի նշվում, չի քարոզվում, չի ցուցադրվում, որովհետեւ այո մենք ունենք վատ գիծ բնավորության, եւս մի վատ գիծ, մենք մեր լավը չենք նշում երբեք, չենք խթանում։ Մենք սիրում ենք ուրիշներին նմանվեն, օտարամոլ լինեն։ Եվ ես արդեն դա ասեցի, հա, փորձելով նմանվել Եվրոպայի, մենք վերածեցինք մեր հասարակությունը բազարի, որտեղ ոչ թե բազմազանություն կա, այլ միմյանց դեմ պայքար կա։ Միայն պայքար եւ միայն նեգատիվ պայքար կա։ Էս է, բայց ինչ անել եւ այս ձեր հարցներ, օրինակ ես չէի համաձայնվի, որ այսօր չկա եկեղեցու դեմ շարունակելի պայքար իշխանությունների կողմից, որովհետև իրեն գտան, որ միջազգային ասպարեզում դա իրենց համար նեգատիվ իմիջ է ստեղծում։ Չէ, դրա համար չէ, հասարակության ներսում։ Հասարակության ներսում, որովհետև եկեղեցու նկատմամբ ոչ միայն չի կորել էս իր բոլոր հարձակումներից հետո վերաբերմունքը, ընդհակառակը մարդիկ երիտասարդները հատկապես գնացել են դեպի եկեղեցին, մերժում են իշխանությունների այս քայլերը։ Դրա համար իրենք հասկացան, հիմա ձայնը իջեցրել են։ Դա չի նշանակում իրենք եկեղեցու դեմ չեն անելու քայլեր։ Եվրոպական խորհրդարանում տեսակ ինչ արեց։ Խայտառակություն էր դա։
Եվրոպական խորհրդարանը եվրոպական մշակույթի մի մասն է, որտեղ կներեք, բայց բոլորը թքած ունեն Հայաստանի վրա, թե ինչ է ասում այդտեղ Հայաստանի վարչապետը կամ ոչ վարչապետը, նույն կերպով ինչ է ասում Ադրբեջանի նախագահը եվրոպական կառույցներում, եթե այդտեղ չլներ Սխավիարի դիվանագիտություն, որևէ ասույթ Ալիևի այդտեղ միանգամից մոռացվում է։ Դե պայթել է, չէ՞, Խավիարային դիվանագիտությունը պայթել է։ Հա, պայթել է, բայց շարունակում է գործել, պայթել է որոշ անձանց դեպքում, շարունակում է գործել այլ անձանց դեպքում, բայց պետք է իմանալ եվրոպական կառույցները եւ եվրոպացիներին։ Եվրոպան էգոիզմ քարոզած եւ ունեցող միջավայր է, որտեղ յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին։ Այսօր արդեն եվրոպացիները նաև հակաուկրաինական տրենդ են ձևավորել, որովհետև եւս իրենց էգոիզմին դեմ է այսքան շատ օգնել որևէ մեկին, եւ դրանից հետո նոր շահառու կոչվածներին, օրինակ մեզ Եվրոպան երբեք չի օգնելու։ Նաև չի խանգարում, որովհետև Եվրոպան եւս ծերացած մշակույթ է, ոչ քաղաքակրթություն, բայց մշակույթ։ Եվ մարդիկ կոմֆորտի գոտում են գտնվում։ Այդ կոմֆորտի գոտուց Եվրոպան չի ուզենա դուրս գալ, ինչպես օրինակ խաչակիրներն էին, ի պաշտպանություն մեկ այլ քրիստոնյա ազգի։ Չէ, խաչակիրներ այլևս Եվրոպայում չկան։ Պարոն Աթանեսյան, այս հարցերում Թրիփի եւ Արցախի հարցում, երբ որ քաղաքական ուժերը ընդդիմության մասին է խոսքը, հստակ դիրքորոշում չեն արտահայտում կամ խուսափում են, դա ինչպես է անդրադառնում ընտրազանգվածի վրա։ Ընտրազանգվածը զանգված չէ եւ այն բաղկացած է իսկապես բազում շերտերից եւ խմբերից եւ այո, կան մեզ մոտ բնակիչներ, ովքեր որ լսում են քաղաքական այս կամ այն գործչին, որովհետեւ իրեն անձամբ վստահում են եւ իրենց համար շատ դեպքերում կարեւոր չէ ինչ են ասում եւ որքանով է դա փաստարկված։ Ոմանք հակառակը որևէ մեկին չեն ընդունում որպես դոգմա, որպես հեղինակություն եւ փորձում են հասկանալ որքանով այն ինչ նա ասում է եւ անում ռացիոնալ, օբյեկտիվ, հավանական եւ այլն։ Եվ ահա պատկերացեք այս բազմազանության մեջ հնչեցվում է մի գաղափար, որը հենված է առաջին Ամերիկայի իմիջի վրա, Ամերիկան տեր է կանգնում եւ ստանձնում պատտականություն, կարծես թե բանավոր դեռևս վերահսկելու մեզ համար որպես խնդրեմ պատմական եւ իրական հանդիսացող մի ուրեմն տարածք, որի հանդեպ ունեն բազում պետություններ եւ փաստորեն ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, նաեւ Ամերիկան այսօր լուրջ նկարտումներ, Ռուսաստանը եւ այլն, Իրանը։ Ամերիկան ունի բրենդ, Ամերիկան հայտնի է որպես մի պետություն, որի կոպիտ ասած դեմը խաղ չկա եւ մեզ 90-ականներից սովետական միության փլուզումից ի վեր ներշնչվել եւ ցուցադրվել եւ բազում մեթոդներով եւ կրթական ծրագրերով եւ մեդիայով եւ հոլիվուդյան կինոներով, որ Ամերիկան լավն է։ Ամերիկայի պոզիտիվ իմիջի վրա ամերիկացիները միշտ աշխատել են եւ ահա Ամերիկան լավն է, ուժեղ է, դեմոկրատական է, հոլիվուդյան է, գեղեցիկ է եւ այլն, ուժեղ պետությունն է միգուցե ոմանց տեսանկյունից աշխարհում, եկավ եւ ասաց, որ ահա ձեր այս ուրեմն մասը ես եմ վերահսկելու։ Շատերի համար դա ինչ որ ամերիկյան մի լույս է այս մթության մեջ, ինչպես ամերիկյան օրինակ iPhone-ը։ Շատ լավ է, որ շատ iPhone-ներ կունենանք, ընդ որում դրա համար ոչինչ անել պետք չէ, Ամերիկան կանի։ Ոմանց համար դա փրկություն է Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայից, որովհետեւ եթե մենք չկարողացանք դա վերահսկել, այդ եթեն քարոզվում է շատ ակտիվ այսօր ցավոք սրտի, որ ոչ թե եթե չկարողացանք վերահսկել մենք Սյունիքը, այլ որ չենք կարող վերահսկել Սյունիքը։ Կա հասկացությունների փոխարինման տեխնոլոգիա քաղաքականության մեջ, երբ որ մենք պայմանական մի բան փոխարինում ենք հաստատող դատողությամբ, այնպես ինչպես հիմա մենք ասում ենք միգուցե հայկական բանակը չկարողանա իրականացնել մի շարք գործառույթներ, բայց որոշ գործառույթներ շատ լավ կկարողանար, մենք այս իրականությունը փոխարինում ենք նրանով, որ հայկական բանակը չի կարող եւ չկարողանալով այո պիտի ապավինես ուրիշներին։ Տեսեք, այս տեխնոլոգիաները աշխատում են առաջին այն ուղղությամբ, որպեսզի մենք ինքնուրույն եւ ինքնակամ կամ հրաժարվենք սեփական եսից
եւ երկընտրանքի առաջ կանգնեն կամ թուրքը կամ ոչ թուրքը, ցանկալի է ոչ թուրք, իսկ եթե դա լինի ոչ թուրք ամերիկան, ապա ինչ հրաշք է եւ ինչքան լավ է սա, որովհետեւ մեզանում արկա է նորից պոզիտիվ իմիջ Ամերիկայի, ոչ քաղաքական պոզիտիվ ընկալում, որովհետեւ Ամերիկայի իմիջը Հայաստանում զիջում է բոլորին, Ռուսաստանին, Եվրոմիությանը, ել չենք ասում Ֆրանսիային, մասնավորապես Իրանին էապես զիջում է, ամենաբարեկամը չի Ամերիկան, բայց երբ որ մեզ տանում են այս մտածելակերպով դեպի երկընտրանք Թուրքիա կամ մեկ այլ բան, մենք ասում ենք այո, մեկ այլ բան, առավել եւս եթե դա Ամերիկան է։ Ինձ համար ինչ էլ չասեն եւ իշխանական եւ ընդդիմադիր որոշներ կա, Trip-ի մասին որպես լավ պրոյեկտի, սա նման է մի վիճակի, երբ որ մենք ունենք 3 բնակարան, ասենք մեր հարթակում, հարկում, եւ երկու բնակարաններ գնել են նույն հարևանը, եւ չի ուզում դուրս գալ Միչանսկ եւ մտնել մյուս բնակարան, ուզում է մեր տան միջով անցնել, որովհետեւ դա շատ ավելի կոմֆորտային է իր համար։ Եվ նա ասում է մեզ, որ մեր երկու պատը ջարդելու է, որովհետեւ ինքը ունի 2 բնակարան, ինքը մեզնից ուժեղ է։ Մտնելու է մեր տան միջով, բայց որպեսզի մեզ դա այնքան էլ չվախեցնի, նա ասում է ես խալի կփռեմ եւ այդ խալիով եմ քայլելու։ Հա, բայց ասում է նաեւ երեսդ չպիտի տեսնեմ։ Երեսդ չպիտի տեսնեմ։ Երբ որ ես անցնեմ, երեսդ պիտի չտեսնեմ։ Հա, քո երեխաները ոտից տակ չպիտի ընկնեն խաղան, չպիտի քո երաժշտությունը հնչի ականջիս եւ չներվայնացնի ինձ, բայց այդ խալին, որը կփռեմ, իմ մի բնակարանից դեպի մյուսը գնալու համար, դրա վրա կլինի գրված United States of America։ Եվ այդ խալին կլինի, հա, ինքը կլինի նաև քո համար, դու էլ կարաս վրան մեկ-մեկ լինես, երբ որ ես չեմ քայլում, բայց սա է գաղափարը, ես նաև կարող եմ վերանորոգել քո այդ լիսենյակը։ Հա, բայց վախենում են քաղաքական ուժերը ընդդիմադիր։ Հա, դա ասեն, օրինակ ես կուզեի լսել, որ դեմ եմ Trip-ին։ Ես ինքս դեմ եմ Trip-ին եւ դրա կրողները կան այդ գաղափարի կամ որ օրինակ Արցախը պետք է վերադարձնել որևէ ձևով որ Արցախի էջը փակված չէ եւ պետք է վերադարձնել օրինակ վախենում են դա ասել միգուցե ոմանք բայց նրանք ով չեն վախենում պիտի առաջարկեն այլընտրանք եւ մասնավորապես ընդդիմությունը դա պիտի աներ ընդդիմության սահմանումն այն է որ նա պիտի լուծի այն խնդիրները որոնք չի կարող լուծել իշխանությունը եւ հակառակը իրենք պիտի միշտ մրցակցեն եւ տեսեք այո եթե ես դեմ եմ Trip-ին ապա միանգամից նույն նախադասության շարունակության մեջ պիտի ասեմ իսկ ինչ եմ առաջարկում Trip-ի փոխարեն այո եւ այսպիսի մոտեցում փաստարկ ես միջև այսօր չեմ լսում լսում ենք այն իմաստով որ Trip-ը կարելի է նաև շարունակել եւ կարելի է նաև որոշակի այլ իր աշխատանքներ ուզենալ Trip-ի համար եւ այն բայց որևէ մի փաստարկ չկա որ եկեք մենք քանի միլիոն ժողովուրդ ենք աշխարհում 7 միլիոն միգուցե եկեք 7 միլիոնանոց բանակ ստեղծենք, գանք միանանք այստեղի 3 միլիոն բանակին, բնակեցնենք Սյունիքը մի ամսում եւ թույլ չտանք, որպեսզի այն լինի որևէ մեկի վերահսկողության բան։ Ինչու այդպիսի գաղափար չի առաջադրում որևէ ուժ, որովհետեւ չեն հավատում, որ դա ռեալ է։ Իսկ ինչու չի հավատում, որովհետեւ մենք գիտենք մեզ։ Մենք մեզ գիտենք, որ դա չի լինելու։ Եվ այդ իմաստով ցավոք սրտի որոշ հայեր համոզված են ավելի շատ ամերիկացու մեջ, քան մեկ այլ հայի մեջ։ Դա իշխանությունների կամ ընդդիմության գործունեության հետևանքը չէ, սա մեր ազգային կենսակերպի հետևանք է։ Մենք այդպես ենք եղել, ցավոք սրտի։ Մեր բիզնեսմենների էական մասը նախընտրում է որպես պարտնյոր աշխատել արտերկրի պարտներների հետ եւ ոչ թե սեփական յուրայինների։ Նայեք մեր սփյուռքը ինչքանով է ինքը միավորված միասնական։ Բոլորովին չէ։ Նույն փողոցի վրա երկու կողմից կան երկու տարբեր հայկական եկեղեցիներ, եթե գնացիր այնտեղ մի արի այստեղ եւ հակառակը, սա այն աբսուրդն է արտասահմանցու տեսանկյունից, որը մեր համար սովորական մի բան է, իրողություն է եւ ահա ասենք որ չենք ուզում Trip, ինչ ենք առաջարկում դրա դիմաց կամ դրա փոխարեն զինվենք եւ գնանք պաշտպանելու հայրենիքը, այո, մեր սոցիոլոգների սոցարցումների արդյունքներից մեկն է այն, որ զգալի մասը բնակչության շատ մեծ ուրախությամբ ընդունեց զինծառայության, ուրեմն ժամկետային զինծառայության 1.5 տարի դարձնելու օրենքը,
եթե 1 տարի դառնար, այլ ավելի լավ կընդունեին, երևի թե, որովհետև որքան քիչ ջանք գործադրենք ունենալու համար պետություն եւ ունենանք այդ պետությունը, այնքան լավ, այս տեսանկյունից հավաքել բանակ եւ տանել պաշտպանելու Սյունիքը կարող ենք եւ կհավաքենք, բայց որքանով դա կլինի երաշխավորված, սա է խնդրեմը, որևէ մեկ համոզված չի դրանում։ Հասկանում եմ, բայց երաշխիքներից խոսել այսօրվա աշխարհում, երբ որ թքած ունեն միջազգային իրավունքի վրա եւ որևէ մեկի կողմի երաշխավորության վրա, հա, դա աբսուրդի հասնող բան է, բայց նաև հասկանում եմ, որ պետք է երազանքների նշաձողը իրական, հա, ոչ օրինված բարձրացնես, ոչ թե իջեցնես, հատակին գցես։ Այս դեպքում, հա, երևի թե ճիշտ է, ինչ երազանք ունես, դու այդ ես ինչ երազանք ունես, թերևս, եթե ունես։ Պարոն Աթանասյան, ընտրություններից առաջ բնականաբար քաղաքական ուժերը վաճառում են հույզեր, հա, շատերը, ընդ որում եւ իշխանությունը եւ ընդդիմությունը, իշխանությունը վաճառում է խաղաղության պատրանք, փաթեթավորված պատերազմի վախով, օրինակ ասում են, եթե մենք չընտրվենք, գան ուրիշները, պատերազմ կլինի, հա, պատերազմ բերող, պատերազմ հրահրող իշխանությունը վախացնում է պատերազմով եւ կեղծ խաղաղությամբ, որտեղ մարդիկ չեն հավատում այդ խաղաղությանը։ Ընդդիմադիրները սակայն վաճառում են նույն պատերազմի վախը այսօրվա համեմատ ավելի արժանապատիվ պետության հույսի փաթեթավորմամբ, ըստ էության այսպես է։ Ներկայացում են որոշակի ծրագրեր, ռազմավարություններ, հետաքրքիր ինչ-որ մտքեր, բայց դատելով հանրային արձագանքից այդ պահանջարկը շատ ավելի բարձր է հույզերի, ոչ թե ծրագրերի շուկայում։ Սա չի նշանակում արդյոք, որ այս ընտրություններում եւս հաղթելու են նրանք, ովքեր ավելի հաջողելու են ոչ թե ճշմարտության, այլ հույզերի, այդ կեղծիքի վաճառքի հարցում, հա, բնականաբար հասարակությունը բոլոր ժամանակներում ավելի հակված է իշխանության ձայն տալ, ինչու, որովհետև որոշումները կայացվում են իշխանություններից, հիմա կապ չունի Փաշինյանն է թե ով է, մարդը հակված է իշխանությանը տալ, բայց չեք տեսնում, որ այստեղ հիմա ստացվում է, որ այսպես մի հսկայականակ, հա, մեծ ստեր են դաշտնետվել, հայ ֆեյք խոստումներ, կեղծ խոստումներ, ստեր, հույզերի վրա են խաղում պատերազմով վախեցնելով։ Հասարակությունը ինչով կառաջնորդվի։ Էմոցիաներով, թե Մենք այսօր կազմակերպել էինք հանդիպում մի շատ հայտնի եւ լավ հոգեվորականի եւ PR, այսինքն հասարակայնության հետ հարաբերությունների մասնագիտության ուսանողների հետ եւ երբ որ հայր Սուրբը ասում էր, որ չպետք է ստել եւ նա չէր ասում դա ինչպես դա գրված է եւ ձանձրալիորեն, այլ շատ հետաքրքիր կերպով եւ փաստերի օգնությամբ, որովհետեւ շատ վատ հետևանքներ են լինում ստից եւ այլն, ուսանողները հարցրեցին, ահա մենք PR մասնագետներ ենք, պետք է գովազդենք, պետք է գովանք, պետք է քարոզենք եւ պետք է ստենք։ Մենք մեղք ենք գործում, ընդ որում մասնագիտություն PR-ը լավ հարաբերություններ ձևավորելն է, իսկ դա ենթադրում է, որ վատ բան չպետք է ասես եւ անես, անգամ եթե այն կա։ Գուցե ուժեղ կողմերը ընդգծելը եւ թույլ կողմերը թաքցնելը, բայց սուտ չասել։ Բայց թաքցնելը սուտ է։ Ես միշտ բերում եմ օրինակ, որ տեսեք, ի դեպ մենք ունենք ձեզ հետ միասին շատ նման մշակույթ, ինչ ունեն պարսիկները, եւ ես վերջերս իմացա, որ պարսիկների մոտ կա, չեմ հիշում ինչպես է կոչվում, բայց վատ սուտ եւ լավ սուտ կարծես թե, լավ սուտը կարծես անմեղ սուտ է, երբ որ մարդ ուզում է օղի խմել եւ գիտի, որ դա օղի է, բայց ասում է, որ կարծես թե ջուր է, խմում է եւ ասում է, վայ, չգիտեի, որ դա օղի է, սա սուտ է։ Ամեն դեպքում սուտ է եւ երբ որ դու ինչ-որ բան թաքցնում ես, դու եկար տուն գիշերվա ժամը 20-ին, ասենք թե 20 չէ, ժամը 2-ին 3-ին եւ քեզ տանը հարցնում են, ծնողները ուր էիր, դու իմաստն ես ասում, որ անշար է, այն ինչ պիտի վախեցնի ներվայնացնի ծնողներից, չես ասում։ Դա թաքցնելն է ինֆորմացիայի, դա լավ հարաբերություններ ունենալն է ծնողների հետ, բայց դա սուտ է։ Եվ այո, մասնագիտությունների մի մասը հանրային կապերի գծով, գովազդի եւ այլնի,
թաքցնում են մի շարք բաներ, որոնք մարդկանց դուր չէին գալու, հակառակ դեպքում հարաբերությունները չեն ձևավորվի այնպես, ինչպես պետք է, ինչպես պատվիրատուն ուզել է եւ հայո, եւ այդ խնդիրն է առաջանում ի պատասխան ձեր հարցի, գալիս են հերթական ընտրություններ եւ բոլոր ուժերը փորձում են դուր գալ նաեւ ուրիշին փնովելու մեթոդով, սա սև PR է, նաեւ թաքցնելով ուրիշի լավը եւ ուրճացնելով սեփական լավը, թաքցնելով սեփական վատը։ Այս պայմաններում կարելի է արդյոք չխախտել օրինակ պատվիրաններից մեկը եւ չստել եւ հաղթել քաղաքական որոշակի process-ում, հնարավոր չէ երևի, որովհետեւ դա հայտնի է հին ժամանակներից։ Նա ով ազնիվ է, կամ պիտի շատ ուժեղ լինի, որպեսզի իր ազնվությունն առաջ տանի, կամ պիտի ստի։ Մեզանում այսօր գոնե սոցհարցումների արդյունքներով երևում է, որ ոչ իշխանությունն ունի համապարփակ աջակցություն հասարակության մեջ, ոչ էլ ընդդիմությունը։ Նշանակում է իրենք պիտի ստեն, որպեսզի դուր գան, եւ որպեսզի դուր գալով ստանան ավելի շատ ձայներ։ Սա փաստ է եւ այդ տեսանկյունից այո, ստելով իրենք պիտի օգտագործեն եւ զգացմունքային մեթոդներ, եւ ռացիոնալ փաստարկներ, եւ այլն, եւ ապացույցներ եւ կեղծ ապացույցներ։ 21-րդ դարում կեղծ ուրեմն խոսույթ կամ կեղծ լուրեր, Թրամփի ասած այսօր Trip Trump շատ ենք խոսում այդ մասին։ Նորմալ է դարձել, որովհետեւ կեղծ լուրը ինչ է, կեղծ լուրն այն է, որ դու նախ ասում ես մի բան, որը լուր չէ, ընդհանրապես լուր չէ, օրինակ գովազդում ես քեզ, մատուցելով դա որպես լուրեր։ Եվ երկրորդը, որ կեղծիքը, եթե այն հաճելի է, այսօրվա հասարակություններում, ոչ միայն հայ հասարակությունում, հաճելին նախընտրելի է օբյեկտիվին, շատ հաճախ, որովհետև օրինակ օբյեկտիվ տեսանկյունից մենք պիտի բոլորս այսօր ոչ թե այստեղ եւ այլ տաղավարներում քննարկումներ ծավալեինք, այլ վազեինք ծառեր տնկելու, որտեվ նորից գալիս է ամառը, իսկ ամառը ոչ միայն ընտրությունների մասին է, այլ նաեւ վատ օդի, շոկի եւ թթվածնի բացակայության մասին է, եւ եթե մենք ուզում ենք իսկապես ապագա ունենալ, այսօր յուրաքանչյուրս գոնե մի ծառ պիտի տնկեր, բայց մենք դա չենք անում, եւ այդ իմաստով ուրեմն իրական եւ ինչու չենք անում, որովհետեւ ավելի հաճելի է մեզ համար քաղաքապետի հորդորը այն մասին, որ չէ, գիտեք, օդը բոլորովին վատը չի, դա ձեզ թվում։ Հա, բայց ոչ մեկ չի հավատում իրեն։ Չէ, բայց ոչ ոք ծառ չի տնկում։ Հա, հասկանում եմ, կան հասարակական կազմակերպություններ տեսնում եմ, բայց ոչ ոք չի հավատում իշխանության այդ բաներին, հա, հիմա մարդը փաստին է հավատում, այսօր էլ մարդուն հասանելի է, շատ ծրագրեր կան, նույնիսկ հեռախոսով կարող են ընդհանրապես մի այսպես հպումով, էկրանին մի հպումով տեսնել օդի աղտոտվածությունը, հիմա Ավինյանն ու Փաշինյանն ինչ ուզում են, խոսեն։ Ով է հավատում բանին դրան։ Պարոն Աթանեսյան, շատերը խոսում են այո օբյեկտիվորեն անտարբեր նաև հասարակության այն հատվածի մասին, որոնք քաղաքականությունից հոգնել են, հիասթափվել են, ստից, կեղծիքից, պայքարից, շատ-շատերը, որտեղ լինում ասում են, մենք մասնակցել ենք հանդիմության պայքարին, բայց մինչև վերջ չեն գնացել, հիասթափվել են, տարբեր պատճառներով։ Ում հետ խոսում եմ, ասում են ամենակարևորը, որ այդ անտարբեր հատվածը միանա մասնակցի ընտրություններին, գնա ընտրությունների, եւ դրանով նաև թույլ չի տա իշխանությունների կեղծիքները, որի համար ինդուլգենցիա ունի կայակալասներից, հակամֆիդաններից, վենսերից եւ այլն։ Հիմա այս անտարբեր հասարակությունը ինչ է ուզում, ինչպես իրեն արթնացնել, ինչպես հա որ հասկանա, որ սա վերջի վերջո, եթե քաղաքացի ես, դա քո առաջին քայլն է, հա, որովհետև եթե դու չես մասնակցում, դու անտարբեր ես, դու մյուսին էլ ես վնասում, քո կողքի գտնվող մարդուն, գուցե քո հարազատին հենց։ Ինչպես անել, որ տանից դուրս գան եւ գնան ընտրությունների, անտարբեր չլինեն։ Եթե իսկապես ես որոշումներ ընդունեի, ես առհասարակ ընտրական համակարգը կչեղարկեի Հայաստանում, որովհետև այն սպառել է իրեն օբյեկտիվորեն։ Դա ըստ էության ոչ այնքան այս կոնկրետ այս իշխանության գործունեության հետևանքն է, այլ
հետանկախության տարիներին, բոլոր ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների փաստն է, որոնք ուղղակի կուտակվեցին եւ դարձան այնքան շատ եւ հիշողություններում եւ իրականության մեջ, որ իսկապես որևէ իշխանությունից հայ հասարակությունը մեծամասամբ երբեք գոհ չի եղել։ Կներեք, դա Միացյալ Նահանգներում էլ տեսակ քանի անգամ ինչպես կեղծեցին, արևմուտքում էլ ընտրությունները կեղծվում են, հա, այնպես որ դա միայն հայաստանյան երևույթ չէ։ Այո, շարունակենք եւ ի տարբերություն Ամերիկայի մենք երբեք դեմոկրատիա չենք ունեցել։ Ամերիկանի սկզբան է դեմոկրատական էր, այսինքն չգիտեմ հիմա Ամերիկայում դեմոկրատիան ես ներկա էի 24 թվականի նախագահական ընտրություններին այնտեղ որպես դիտորդ եւ ասեմ ձեզ, որ այն եղել է աշխատանքային օր, ինչպես ընդունված է ԱՄՆ-ում, այդ օրը դու չես կարող քարոզչությամբ զբաղվել, բայց շատ բարի, պոզիտիվ եւ լավ վերաբերմունք քեզ ցուցադրող մարդիկ քեզ կարող են ասել, որ գիտես ինչ կա բարի գալուստ ընտրատարածք, բայց ունենալով գրելով իրենց օրինակ մայկայի վրա այս կոնկրետ կուսակցության լոգոն, դա էլ է քարոզչություն, այնտեղ չկա ագրեսիա, երբ որ դու օրինակ ընտրատարածքում ուզում ես տարեց մարդուն օրինակ մոտենալ եւ օգնել լրացնել թերթիկը, քվեաթերթիկը, որևէ մեկ չի վազում հարձակվում քո վրա, որպես թշնամու, այսինքն դեմոկրատիան իրենց մոտ կենսակերպի մի մասն է, շփման, հաղորդակցման, ամենօրյա հարաբերությունների, ոչինչ չի փոխվում այդ օրը։ Պարզապես իրենք մի բան անում են, որը որ ամեն օր չէ որ անում են։ Մեզ համար դա ծես է, բռնություն է որոշների համար, որ պիտի վեր կենաս գնաս ինչ որտեղ, ոմանց համար տոնակատարություն է, ոմանց համար տասով կեքի օր է, ոմանց համար, ինչպես դուք ասեցիք, բախտորոշիչ օր է։ Սա սովորական մի բան չէ մեր մշակույթում, անսովոր մի բան է եւ ընտրությունները մեզանում նաև սպառեցին իրենց ոչ միայն այն պատճառով, որ մեծամասնությունը չի ուզում գալ ընտրությունների, Երևանի քաղաքապետի ընտրությունները հիշում ենք, եթե մարդիկ մի բան չեն ուզում մեծամասամբ, նշանակում է չեն ուզում, փաստը դա է։ Եթե չեն ուզում, մեկ այլ տարբերակ է պետք։ Եվ հիմա ինչ անել, որպեսզի իրենք գնան ընտրությունների։ Ինչ անել, պետք է ամեն ինչ անել, որ գան, ամեն ինչ անել։ Ամեն ինչ անել այն իմաստով, որ պետք է իսկապես ոչ միայն ամեն ինչի մասին խոսել, այլ անել առաջինը։ Մենք շատ վաղուց մոռացանք, որ գործելը եւ խոսելը նույն բանը չի։ Պետք է անել եւ այս բազում խոստումները, որոնք սկսվում են նրանով, որ երբ որ ես կլինեմ, ես կանեմը, արդեն փակում են դուռը այն ընտրազանգվածի մոտ, ովքեր չեն գալու ընտրությունների։ Երբ որ լինեմ, ես կանեմ, այսա չի աշխատում, սա մեկ։ Դու արա եւ ասա, որ անում ես։ Երկրորդը, երբ որ դու սկսում ես քո քարոզարշավը մյուսի մասին վատ բաներ խոսելով եւ հետո ասելով, որ ես լավն եմ, սա էլ է արդեն սպառել իրեն։ Այսինքն սև PR-ը մեզանում ատելության խոսքի մի մասն է եւ ատելության խոսքն է սև PR-ի մի մասը, իրենք այնքան շատ են, որ մարդիկ այլևս չեն արձագանքում դրան։ Եվ խոսիր քո մասին, մի խոսի այն մասին, թե որքան վատն է մյուսը եւ որքան հետո լավն ես դու, ի տարբերություն նրա։ Եվ երրորդը, մենք պիտի իսկապես օբյեկտիվորեն հեղինակավոր մարդկանց տեսնենք եւ ոչ թե քաղաքական հեղինակությունների տեսնենք։ Հեղինակավոր մարդիկ խորհրդային միության պարլամենտում հիշում եք կային բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչներ։ Եվ երբ որ բժիշկը չի տեսնում իր ներկայացուցչին իշխանության մեջ, երբ որ չի տեսնում դասախոսը իր ներկայացուցչին իշխանության մեջ, բանվորը չի տեսնում, եւ այլն ուսուցչուհին իսկապես լավ ուսուցչուհի է, ոչ թե ցանկացած ուսուցչուհի չի տեսնում, որ իր ներկայացուցիչը իր շահերն է պաշտպանում իշխանության մեջ, իրենք չեն ընտրում այդ իշխանությանը, իրենք հետաքրված չեն այդ իշխանությունների համար որևէ բան անելու։ Իմ ասածն այն է, որ մեր ժողովրդավարական ստանդարտ ձևաչափը մերը չէր ի սկզբանե, եւ այն պետք է փոխարինվի գոնե մերիտոկրատական մոդելով, ինչ է սա, որ լավագույններին ենք ընտրում տվյալ ոլորտներից։ Օրինակ մենք գիտենք, որ մտավորականության այսինչ ներկայացուցիչներ բոլորի համար մտավորական են, բոլորի։ Քաղաքական մտավորականներ չեն, բոլորի համար են։ Այսպիսի մարդուն պետք է ներկայացնել։
Եվ եթե մեր օրենսդիրը եւ գործադիրը բաղկացած լինեն պրոֆեսիոնալ հեղինակավոր մարդկանցից, ապա իրենց հանդեպ վստահությունը կտանի դեպի իշխանության հանդեպ վստահությանը։ Այս մոտեցումը արկա է եղել պատմության մեջ եւ հիմա էլ եւ ես նորից երբ որ դու գնում ես նույն Միացյալ Նահանգները, որի մասին ասում ենք, ապա ցանկացած համալսարանում Ամերիկայում կա պատմություն այն մասին, թե որ գործիչն է այդտեղ սովորել, սպորտի գործիչ, քաղաքականության, առողջապահության, մենք գիտենք այնտեղ, որ մենք ունենք հեղինակություններ, այստեղ չունենք այդ կապը, այստեղ մենք չենք կարող անգամ ցույց տալ այն բուհը, որտեղ սովորել են մեր քաղաքական գործիչները, ասելով, որ գիտեք, սա օրինակ Յեյլի համալսարանն է եւ այդ պատճառով է, որ մեր լիդերը կրում է այս ավանդույթը, մշակույթը, հայրենասիրությունը, այդ մեսիջները, այդ ծրագիրը ծրագրավորված է այդ բուհում նա որպես մարդ, ով գիտի ինչ անել, որտեվ նա պրոֆի է, մասնագետ է։ Մեզանում դա չկա եւ մենք չենք կարող գնալ մի ֆակուլտետ եւ ասել այս ֆակուլտետում սովորելով մենք ստացանք այսպիսի գործիչ, որովհետեւ մեր գիտելիքը, կրթությունը, պրոֆեսիոնալիզմը փողոցի մի մայթին է, իսկ իշխանությունները մեկ այլ։ Եվ այդ մասին շատ լավ բան ասաց Պավել Աշոտովիչը Չոբանյանը, հայտնի վրացագետ, նա ասաց, որ պատահական չէ նաև երևի ճարտարապետական իմաստով, որ Բաղրամյան փողոցի մի մայթին է գիտությունների ազգային ակադեմիան, մյուս մայթին է հակառակ մայթին է ազգային ժողովը, գոնե նույն կողմից լինեին, մի կողմից լինեին։ Թիֆլիսում նույն կողմից են, նույն մայթին են կառուցվել։ Կառուցողը մտածել է այն մասին, որ իրենք պիտի լինեն համախոհներ։ Սիմվոլիկ առումով եմ ասում, մենք կարող ենք ստեղծել հորինել այդ սիմվոլիկան եւ լցնել իմաստներով, բայց նույն մայթին է նաեւ գտնվում, օրինակ ասենք թե գրողների միությունը, այլ բաներ, այնպես որ մի քիչ դա պիտի աշխատեն վրացագետի հետ ծանոթ չեմ, բայց մի քիչ չեմ կիսում, չեմ կիսում այդ տեսակետը ամեն դեպքում, բայց հիմա ընտրությունների արդեն սոցիոլոգիական բազմաթիվ հարցումներ են, հա, դաշնետվում։ Որպես սոցիոլոգ, որպես ընտրող, դուք որքանով եք նախ վստահում այսօրվա սոցիոլոգիային։ Ես վստահում եմ սոցիոլոգիային, երբ որ նա պրոֆեսիոնալ է, այնպես ինչպես շատ բժիշկներ, ոչ ցանկացած բժիշկի են վստահում իրենց առողջությունը։ Այո, ես վստահում եմ այն մասնագետներին, ովքեր աշխատում են պրոֆեսիոնալ սկզբունքներից ելնելով, ունեն ռեսուրս, որովհետև սոցիոլոգիան էժան գիտություն չէ։ Եվ ես չէի ուզենա, որ իրեն էժանացնելով վերաբերվեն, որովհետև էժան մոտեցումը էժան արդյունք է բերում։ Եվ ես մեթոդաբանությանն եմ միշտ նայում առաջի հերթին եւ հետո արդյունքներին։ Տվյալ դեպքում օրինակ Այրիի դեպքում այսպես դաշտային աշխատանք այլ կազմակերպություններ արել, մեթոդոլոգիան եւ արդեն արդյունքների ամփոփումը ամերիկյան այդ հետազոտական կենտրոնն էր, չէ՞, արել, որ մի քիչ տարաձայնությունների առիթ տվեց դաշտում։ Այս ձեր տաղավարում մի քանի օր առաջ լավ քննարկվել է հարցեր չարադառնամ, այո, ինքը պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեց դա քննարկելիս եւ նաեւ պրոֆեսիոնալ հարգանք ցուցաբերեց այն սուբյեկտների հանդեպ, ովքեր դա արեցին, դա շատ ճիշտ է։ Երբեք պետք չէ փնովել, բայց պետք է խոսել արդյունավետության մասին աշխատանքի։ Այո, ես վստահում եմ սոցիոլոգիային, ես վստահում եմ փիլիսոփայությանը, քաղաքագիտության այլ մասնագիտություններին, երբ որ իրենք պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում։ Բայց որպես ընտրող ես այսօր եւս կդժվարանայի քվեարկել կոնկրետ ուժի օգտին, որովհետեւ առաջի հերթին, ինչպես մեր շատ ընտրողներ, ես գնում եմ բացառման սկզբունքով, ում հաստատ չէի ընտրի, այս ցուցակը մեծ է այսօր, բոլորիս մոտ ես կարծում եմ, եւ ով մնաց դառնում է քիչ թե շատ ընդունելի, բայց քիչ թե շատ ընդունելին ցանկալի չի, եւ դա նույն բանը չի, շատ-շատերը ասում են, օրինակ, եթե աշխարհում մնար ընդամենը մեկ տղամարդ, ես օրինակ իր հետ չէի ամուսնանա, անգամ եթե լիներ խնդրեմ, որովհետև լավը չի։ Եվ երբ որ մենք բացառում ենք շատ վատերին, դա չի նշանակում, որ ով մնաց ընտրվելու է։ Սա մեր մտածողության շատ կարևոր սխեմա է, պիտի դա հաշվի առնեն բոլոր քաղաքական ուժերը, ովքեր նայում են սոցիոլոգիական տվյալներին, ասելով, տեսեք, սրանց չեն ուզում, ցածր ռեյտինգ ունեն, նշանակում է ինձ են ուզում, չէ, այդպես չէ։
Մենք կարող ենք ունենալ մի 2-3 ուժ, որոնք կունենան քիչ թե շատ զգալի տոկոսներ, բայց բոլորը միասին կարող է եւ չհավաքեն անհրաժեշտ քանակություն ձայների եւ մենք կունենանք շատ մեծ բաց ընդհանրապես արդյունքների մեջ։ Այս շատ հավանական ելք է եւ եւս մի բան մենք հիմա տեսնում ենք, որ երկու մոտեցում է ցուցաբերվում քաղաքական դաշտում, վերաբրենդավորվում են հին կարելի ասել հին սուբյեկտներ, հին ուժեր, նորովի մատուցվելով եւ մատուցվում են նոր ուժեր, վերաբրենդավորվում է օրինակ իշխանական ուժը այն իմաստով, որ ավելի կենցաղային կերպար է ստանում, ուտելու հետ է կապակցվում եւ այլն։ Հա, այդ անդադ ուտելը ցույց տալը դա ազդում է հասարակության։ Այո, իհարկե, եւ սա շատ հայտնի է։ Այսինքն դրական է, հայ ժողովուրդը տենց, այսպես ասենք, դուր է գալիս, որ այդպես ուտում են ու ցույց են տալիս, բան։ Ես հասկանում եմ, դա ալգորիթմների վրա ազդելու այդ վիրուսային տարածում գտնելու համար, բայց ես գիտեմ, որ երիտասարդությունը դրան բացասաբար է անդրադառնում, որքան էլ երիտասարդությունը սիրում է տեսնել, հա, այդպես կոստյումով մարդկանց շատ չի սիրում, ուզում է շատ նատուրալ վիճակում մարդուն տեսնի, բայց դա տհաճություն է առաջացնում։ Սա կառավարելի է, ես համոզված եմ եւ կառավարվում է, մինչեւ այն փուլը, երբ որ սկսի մասսայաբար նեգատիվ վիճակ ստեղծել, որից հետո նույն քաղաքական սուբյեկտը հանկարծ կհայտնվի ձեր ասած կոստյումով, դասական մոտեցմամբ, չուտելով, բայց ռազմավարական պլանավորում մատուցելով եւ սա կառավարելի process է։ Քեզ մատուցել հին եւ նոր ձևերով, սա հենց այնպես չի, բնականաբար, եւ նոր ուժեր, որոնք որ նոր բրենդինգի կարիքն ունեն եւ նորովի են մատուցում իրենց, ցավոք սրտի իրենց մեծ մասը նորից մատուցում է իրենց ի հակադրում հների, շատ վատ է դա։ Եվ սա կարող է նշանակել, որ այդ նոր ուժը չունի սեփական եսը եւ այդ պատճառով ինքնահաստատում է ուրիշի հաշվին։ Այսպիսի դինամիկա ունենք այսօր եւ պատկերացրեք մենք ձեզ հետ եկանք խանութ եւ մեզ ասում են, որ ահա սա երեկվա հաց է, բայց համով է։ Դու ասում ես իսկ նույնից նորը թարմը չկա, չէ, մեկ այլ հաց կա, որ թարմ է, բայց մենք չգիտենք ինչ համ ունի։ Եվ երրորդ նորից անգամ հարցնում ես, իսկ միգուցե ունեք այդ հին հացից, բայց թարմ, նոր, ուժեղ, չէ, չունենք։ Կամ պիտի ընտրես հինը, որը որ մի քիչ չորացել է, կամ նորը, որը որ չգիտենք ինչ համի է։ Հավանական է, չէ, որ այդ մարդը խանութից դուրս կգա եւ կասի, չէ, լավ, դե չեմ ուզում ոչ ես, ոչ են։ Այս տարբերակը եւս շատ հավանական է այսօր եւ դա չի նշանակում, որ նոր հացը վատն է կամ հինը վատն է, դա նշանակում է, որ մարդու մոտ զանգվածաբար բաց են մնում բազում հարցեր, որոնց պատասխանը ինքը ուզում է այսօր, վաղը, մյուս օրը մինչեւ հունիսի 7-ը ստանալ։ Նա չի ուզում խոստումներ, նա չի ուզում հեքիաթներ, նա չի ուզում գեղեցիկ կոստյումներով կամ խնձոր ուտող մարդ, նա ուզում է փաստ։ Ահա ինչպիսին է լինելու այս պետության կյանքը հետո, հունիսից հետո, իմ ճամպրուկը քանդեմ, նստեմ, հանգիստ ապրեմ, թե շարունակեմ հավաքել, որպեսզի գնամ այստեղից։ Այս կոնկրետ հարցերի պատասխաններն են մարդիկ ուզում, շատ կոնկրետ։ Սահմանամերձ գոտում այդպես ապրում են 20 թվից ի վեր։ Մարդիկ ունեն փոքրիկ ճամպրուկ, որտեղ ամեն ինչ դրված է եւ դեղորայք եւ շոր եւ չգիտեն ինչ անեն, անգամ ջուրն են կլինի, որ պատրաստ լինեն փախչելու այդ մեկ ճամպրուկով։ Իհարկե, եւ երբ որ այս կամ այն քաղաքական ուժը ասում է, որ լավ է լինելու, սա պատասխան չի այդ հարցին, բոլորովին։ Շատ զգայուն է հատկապես երիտասարդությունը այդ իմաստով, որոնք ընդ որում որոշների հետ որ խոսում եմ, նրանք օրինակ շատ կատեգորիկ են իշխանության նկատմամբ, օրինակ մասնավորապես նույն Փաշինյանի, որ ասում են ես քեզ չեմ ընտրում, ես քեզ չեմ ուզում ընդհանրապես լսեմ եւ ավելին շատ ասում են ես չեմ ուզում, որ նա թույլ չեմ տալիս, որ նա խոսի իմ անունից։ Երբ որ հարցնում ես, ասում ես ինչն է պատճառը, իրենք ասում են ամենակարևոր բանը՝ կեղծիքը։ Մանավանդ որ երիտասարդների մի ահագին մաս մասնակցել է 18-ի հեղափոխություն կոչվածին, հույսով եւ ինքը տեսնում է ընդհակառակը ամեն ինչ սուտ կեղծիքներ անվերջ եւ այդ կեղծիքների արդյունքում կորուստներ։ Հիմա ուզում եմ հասկանալ, այս երիտասարդներին
երիտասարդների ընտրազանգված այսօր ունի իր այս ընտրյալ քաղաքական ուժը նկատի ունեմ, տեսնում եք կա մի ուժ, որը առաջարկ ունի երիտասարդությանը, որը կստիպի, որպեսզի երիտասարդները ոտքի կանգնեն, գնան իսկապես դեր կանգնեն իրենց երկրին, որովհետև ինչպես այո ձեր գործընկեր Արմենը Խաչիկյանն ասաց, նրանք շատ հայրենասեր են, շատ պատրաստակամ են երիտասարդները եւ պատրաստ են գործելու, պայքարելու։ Նրանք անտարբեր չեն, իրենք սիրում են հայրենիքը, իրենք շատերից ավելի կարող ուժ են։ Մենք այս ամեն ինչը ասելով նաև ասում ենք դա ավանսով շատ հաճախ, այսինքն նախորոք ասելով երիտասարդին, որ դու լավն ես, բայց դա պիտի ապացուցվի եւս եւ սա կարևոր մոմենտ է։ Բոլոր քաղաքական ուժերը առաջարկներ ունեն երիտասարդությանը, բնականաբար։ Որքանով են այդ առաջարկները դուր գալիս, սպառվում, հետաքրքիր, կարևոր, մեկ այլ բան է եւ մասամբ այո, յուրաքանչյուր քաղաքական ուժ այսօր ունի երիտասարդական մի խումբ կամ մեծ խմբավորում, խմբակցություն, ովքեր որ սատարում են, ոմանք անկեղծորեն, բայց նորից խնդրեմն այն է, որ այս քաղաքական ուժերը չունեն գաղափարախոսություն, իսկ մեր երիտասարդները գաղափարի մարդ են։ Ինչ է գաղափարը այդ կուսակցության, որն է դա։ Հավաքվել, այո, երիտասարդները սիրում են հավաքվել։ Հանդիպում ունենալ այսինչ գործչի հետ լսել խելացի մտքեր, այո, եւ մեր գործիչների զգալի մասը շատ խելացի մարդիկ են իսկապես։ Տեսնել եւ զգալ նրա ներկայությունը քո կողքին հայտնի մարդու եւս ուզում են երիտասարդները, բայց ինչպես որ սոցիոլոգները շատ հաճախ ընտրություններից հետո անում են exit poll-եր, այսինքն ահա դու դուրս եկար այդ հանդիպումից այս գործչի հետ, ինչ մնաց քո մեջ դրանից հետո, ինչ նստվածք տվեց։ 3 հիմնական բառեր, որոնք որ դու քո համար վերցրեցիր այդ մարդու հետ 3 ժամ խոսելուց հետո որոնք են։ Ես գիտեմ, որ դա չի արվում, եւ մենք կարող ենք դա անել յուրաքանչյուր քաղաքական ուժի համար եւ տեսնել իսկապես երիտասարդը ձեզ հետ է, բայց ձեզ հետ է, թե ոչ։ Եվ ես մեկ-մեկ նայում եմ եւ մտածում, որքան միամիտ են մեր քաղաքական գործիչները, կարծելով, որ իրենք ճիշտ են։ Ես վախենում եմ դրանից, որտեղ իրենք հետո իրենց մոտ բոլորի մոտ գալիս է մի պահ, ինչպես իշխանության, ընդդիմությանն էլ պատում է այդ հիվանդությունը, որ իրենք մտածում են, սկսում են հավատալ ստին, նույնիսկ որը շրջապատը մատուցում է, այդպիսի խնդիր կա, բայց երիտասարդների համար այնուամենայնիվ պատերազմը եւ տարածքային կորուստները զուտ քաղաքական հարցեր չեն, իրենք շատ ավելի պրագմատիկ են եւ տեսնում են, որ անվտանգային հարցը ամենակարևորն է, առաջնայինն է, որտեղ իրենք պիտի որոշում կայացնեն, մնում են թե գնում են։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի այս հատվածի վրա աշխատանք տարվի եւ ոչ թե խոստում, այլ ռեալ բան առաջարկվի։ Շնորհակալ եմ պարոն Աթանասյան հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներ Երևանի Պետական Համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արթուր Աթանասյանը, կհանդիպենք, հաջողություն ձեզ։